Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը շատերը որակեցին քաղաքական բնույթի ճնշում, պնդելով, թե Ժողովրդահանրապետական կուսակցությունը պատրաստվում էր նրան առաջադրել որպես նախագահի թեկնածու, եւ Էրդողանն այս քայլով փորձել է ազատվել հակառակորդից։ Քաղաքագետների մեկ այլ խումբ էլ այս պնդումն անհիմն է համարում, քանի որ այդ երկրի նախագահական ընտրություններին դեռ 3 տարի կա։ Իմամօղլուի ձերբակալությանը հետևեցին մարդաշատ ցույցեր ու հավաքներ։ Արևելագետ Ռուբեն Սաֆրասյանը բացատրում է, Թուրքիայի ամենամեծ քաղաքներից մեկի ընտրված քաղաքապետին մեղադրում են բավականին լուրջ հանցանքներ կատարելու մեջ։ Նա գործարքի է գնացել Քրդստանի բանվորական կուսակցության PKK-ի կողմնակիցների հետ, նրանց պաշտոններ է տվել քաղաքապետարանում Ստամբուլի թաղապետարաններում, փոխարենը ստանալով քրդական բնակչության աջակցությունը ընտրություններում քաղաքապետի։ Իսկ քանի որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, ուրեմն նա համագործակցել է ահաբեկիչների հետ։ Ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցելը, որը կարող է երկար տարիների բանտարկությամբ սպառնալ, միակ մեղադրանքը չէ։ Ստամբուլի քաղաքապետը նաև կոռուպցիայի եւ զեղծարարության մեջ է մեղադրվում։ Տեղեկություններ կան, որ նա ստեղծել է մի կազմակերպություն, որի միջոցով ահռելի գումարներ է յուրացրել։ Մեղադրանքը այդ կոռուպցիոն գործարքների կապված է ահռելի գումարների հետ, մոտ 270 միլիարդ լիրայի գումարի հետ։ Երեք իր ելույթում Էրդողանը ասեց, իսկ մինչև այդ արդեն Էրդողանի կողմնակիցների թերթերը գրում էին, որ հիմնական ինֆորմացիան ոստիկանությունը այդ գործարքների մասին ստացել է հենց Ժողովրդահանրապետական կուսակցության անդամներից։ Թուրքագետի խոսքով կարծիք կա, որ Իմամօղլուն իմացել է առաջիկա ձերբակալության մասին եւ Ժողովրդահանրապետական կուսակցության ընտրություններից տարիներ առաջ նրան թեկնածու հռչակելը հենց այս կալանավորմանը քաղաքական բնույթ հաղորդելու համար պիտի լիներ։ Շատ բան կախված կլինի այս մի քանի օրվա իրադարձություններից Թուրքիայում։ Եթե հաջողվի Ժողովրդահանրապետական կուսակցությանը լայնածավալ ընդվզումներ սկսել Թուրքիայում, ընդ որում ամբողջ Թուրքիայում մեկ ի պաշտպանություն Իմամօղլուի եւ ոչ թե հազարավոր կամ տասնյակ հազարավոր մարդիկ, այլ 100 հազարավոր միլիոնավոր մարդկանց դուրս բերել փողոցներ, կարող է այդ ճնշումը իր ազդեցություն ունենա իշխանությունների վրա եւ նրանք ավելի մեղմ մոտեցում ցույց կտան Իմամօղլուի նկատմամբ։ Ռուբեն Սաֆրասյանը, սակայն, այսպիսի սցենարը քիչ հավանական է համարում։ Թուրքագետը չի բացառում, որ սա նաև քաղաքական խնդիր է։ Հիշեցնում է, այս եղանակով Անկարան կարողացել է մի քանի ընտրված քաղաքապետի զրկել իշխանությունից, նրանց փոխարեն նշանակելով իրենց հաճելի անձանց։ Նրա տեղը կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար, ադմինիստրատոր, ինչպես Թուրքիայում ասում են, իշխանությունների կողմից եւ կլինի նրանց մարդը։ Այդպիսով իշխանությունները կհասնեն այն բանի, որ Ստամբուլը, որպես Թուրքիայի ամենակարևոր, ամենամեծ քաղաք, դուրս կմնա Ժողովրդահանրապետական կուսակցության հսկողությունից եւ կանցնի իրենց հսկողության ներքո։ Նման սցենար արդեն մշակված է Թուրքիայում, մի քանի քաղաքների քաղաքապետներ, որոնք գտնվում են իհարկե արևելյան շրջաններում Թուրքիայի, դեռ քրդեր են եւ այլն, այդ նրանց են կարողացել այդ ձևով հեռացնել։ Էրդողանն անընդմեջ 3-րդ անգամ է ընտրվել, իսկ Թուրքիայում զանգվածային ընտրակեղծիքներ չեն լինում։ Ռուբեն Սաֆրասյանը շեշտում է, սա խոսում է այն մասին, որ այս մարդն իսկապես միլիոնավոր աջակիցներ ունի։ Էրդողանի կողմնակիցներից 3 շատ հետաքրքիր հայտարարություններ արել, որ մենք սպասում ենք մեր առաջնորդի կոչին մի բառ նա ասի, մենք դուրս կգանք փողոց։ Էրդողանը դա չի անում։ Էրդողանը շատ մեծ խարիզմա ունեցող քաղաքական եւ պետական գործիչ է։ Եվ այդ հաջողությունը, իր արդարություն եւ զարգացում կուսակցության եւ իր անձնական հաջողությունը հենց դրա վրա է հիմնվում, նրա անձի վրա։ Նա իսկապես կարողանում է իր հետևից տանել մեծ զանգվածներ։ Թուրքիան չի ընդվզում Էրդողանի դեմ, կատարվողը օրվա իշխանությունների համար այս պահին վտանգ չի ներկայացնում։ Առաջիկայում այս հավաքները կճնշվեն, ամփոփում է թուրքագետը։